Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզ սիրելի հարազատներ, բարիլույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգներու տարածքին ամբողջ ժողովուրդը գդոնախմբե Քոհապանության օրը Thanksgiving Day։ Ամեն բանի առաջ մենք որպես ստեղծված մարդիկ մեր հոգիները սիրելներ պետք է խոնարհեցնենք մեր երկնավոր ստեղծիչին արարիչին դիմաց եւ շնորհակալություն հայտնենք որ մեզ ստեղծեց այս կյանքին մեջ երկրորդ շնորհակալություն հայտնենք որ Դերը սիրեց մեզ եւ մեր սիրույն համար իր ամենն թանկը մեծակույն նվերը իր միածին որդին ղրգեց աշխարհ եւ Հիսուս մեզ այնքան սիրեց որ խաչապայտին վրա խաչվեցավ եւ իր արյունը թափեց ու մեզ փրկեց հավիտենական թադաբարդութենեն մեղքի կերութենեն սատանայի ջիրաններեն նաեւ Դերը սիրելներ սիրեց մեզ այնքան որ ճուզեց մենք այս երկրի վրա շվարած ու մոլորած մնանք եւ ղրգեց իր Սուրբ Հոգին եւ Սուրբ Հոգի Աստված մեզ իրեն դաջար դարձուց եւ ամեն օր ուսուցանելով սորվեցնելով մեր քայլերը գուղե թեպի հավիտենական կյանք Քոհապանության օրը սքանչելի օր է ամերիկացիներուն համար շնորհակալություն հայտնելու Աստծո իր տված ամեն բարիքներուն համար Սիրելի եղբայրներ եւ քույրեր Քիդագից հայ քրիստոնյային համար եւ առհասարակ բոլոր քրիստոնյաներուն համար ամեն օրը քոհապանության օր է ամեն վարյանը քոհապանության վարյան է որովհետեւ մեր թե արտնալը թե դեսնելը թե լսելը թե խոսիլը թե համդեսելը թե զգալը թե ամեն ինչը որ ունենք մեր կյանքին մեջ արիտներ են որ Աստուծո շնորհակալություն հայտնենք իր անչափ ու անհուն բարիքներուն համար Սիրելիներ որբեսի բատմականին մասին խոսիմ ցեզի թե քոհապանության դոնը ինչպես սկսավ Ամերիկայի մեջ ինչպես ցակում արավ ինչպես զարգացավ ինչ ավանդություններ այսօր կան քոհապանության դոնին առնչված ցեզի պիտի ընթերցեմ մեծ տասյարակ Գարո Երջանկայշդակ Գարո Պետրոսյանի մեկ հոդվածը որ գոչվի քոհապանության օր Thanksgiving Day Հայտնենք որ այսպիսի դոն հայ կյանքի մեջ ունեցած չենք բայց վստահաբար ամեն հայ մանավանդ աշխարհասփյուր հայը գրնա ունենալ իր քոհապանության օրը երբ օրը երջանկություն ապրի թեպի հայրենի իր հողը դառնալու Մինչ այդ սակայն ցանոթանան երախտախարն եւ մարտահրավերական բնույթի սրդակրավ այս տոնին, որ թեև ամերիկյան եւ կանադական ցակում ունի, բայց այդ երկիրները փաղկացնող բազմազան անխտիր բոլոր ժողովուրդներուն ներառյալ հայերուն գողմե գաբրվի ու գդոնվի ամենայն հարազատությամբ եւ չերմերանտությամբ։ Գտվի թե անհետս հետե գստանա համաշխարային գշրույթ։ Ամերիկյան խենթ ու խելար բաներն ամբողջ աշխարհի մեջ կդարածվի, ինչպես թշպախտ Հալոուինի դոնը։ Երանի թե սիրելներ քոհապանության այս դոնը դարածվի ամբողջ աշխարհի մեջ եւ բոլոր մարդիկ ունենան այդ քոհապաներ Աստուծո փառապանելու քոհապանելու շնորհակալություն հայտնելու սքանչելի օրը Ամերիկայի Միացյալ Նահանգներու տարածքին ամենայն ժողովրդական դոներեն է քոհապանության օրը դոն որ գզուտ զուկատիբի ամեն նոյեմբերի 4-րդ հինգշաբթի օրվան Դոնը յուրահատուկ է Միացյալ Նահանգներուն թեև Կանադան եւս ունի իրը որ գդոնվի ամեն հոկտեմբերի երկրորդ երկուշաբթի օրը Կանադայի մեջ
հոկտեմբերին է որ սիրելներ կգադարվի քոապանության օրը երկրորդ երկուշաբթի օր, իսկ Ամերիկայի մեջ նոյեմբերի 4-րդ 5-շաբթի օրը։ Դոնը, որ համասկային բնույթ ունի, իր մեջ կխդացնե մարդկայնական ազնիվ խաղապարներ, երախտաբարդություն, շնորհակալական զգացում, այլասիրություն, հյուրասիրություն, իրարօգնություն եւ ամենեն հիմնականը աստվածավախությունն ու աղոթքը։ Բոլորը բարոյական բարձր արժեքներ, որոնք փախցալի եւ դիբար ընկերության հատկանիշները պիտի նկատվեին։ Դոնին արիթով Միացյալ Նահանգներու ամբողջ տարածքին կստեղծվի ընկերային ըզգայուն ու քաղցր մթնոլորտը։ Մարդիկ կարծեք կդառնան ավելի բարի, ավելի ազնիվ, ըսկալի կդառնա, որ ամեն ոք իր անհատական ընթացիկ կյանքեն դուրս ելնելով կմտածե իր հարազատներուն, ազգականներուն, հին ու նոր եւ լավ բարեկամներու մասին։ Ամեն ոք գարոտ մգսկա բոլորի նկատմամբ։ Կմտածե նաեւ թե ինչպես կամ ինչ ծևով կրնա օգնել, օգտակար տալնար շրջապատին, ուրիշներուն։ Անհատներ, բարեսիրական գազམ་ագերբություններ, հաստատություններ կդրամատրվին նույնիսկ հանքանակություններ ապահովելու այն համեստ ու խոնար ոգիով եւ նպատակով, որ կարելի է նվազագույնը մեկ օրվան համար մեկ ժում լիարատ ջաշ կամ գերագուր դրամատրել ընտանիքիմը, անդունիիմը, անպաշտպան ու կարեկցության գարոտ անցիմը։ Նույնիսկ թերթերու մեջ գոչեր կտեսնվին, որ մարդիկ միայն քանիմը դոլար նվիրապերեն, որով կարելի է բավարարել նվազագույնը մեկ անց։ Ամերիկահայ քաղաքներ սիրելիներ, նաև այս օրն է, քոհապանության օրն է, որ հայկական թելետոնը դեղի կունենա եւ անցնող շուրջ 30 տարիներու ընթացքին հայ ժողովրդի զավակներ մեծակումար դրամներ հավաքածեն եւ հայրենիքի մեջ ու Արցախի մեջ մեծամեծ շինարարություններու նեցուկ կանգնած են։ Քոհապանության օրվան ցակումը։ Քոհապանության օրվան ցակումը սերդորեն առնչված է 1620 թվականի սեպտեմբեր 16-ին Անգլիո Պլիմութ քաղաքեն Մեյֆլաուեր նավով քաղաքականերուն, որոնք Ամերիկա կհասնին 66 օր արգածախնդրական ու դժվարին ճամփորդութենը յետք։ Խջողված նավուն ճամփորդները բաժնված կլան երկու հագաթիր խումբերու։ Մեկ խումբին անդամները իրենք կգոչեն սուրբեր կամ մակրամակուրներ, իսկ մյուսները սուրբերուն կողմէ կանվանվին օդարներ, strangers։ Ցամաք հասնելը յետք հագաթիր խմբավորումները կհամաձայնին, որ բոլորը իրենք կոչեն քաղաքականներ իրահավասար իրավունքներով։ Անոնք կընտրեն իրենց առաջին կառավարիչը Հանսին Ջոն Քարվերի։ 1620 թվականի Պլիմութի այս քաղաքականները առաջին դարին գաբրին սաստիկ ցուրտ, հուսալքիչ եւ դժվարին դարիմը։ Շատեր կմահանան զանազան դժվարություններու բերումով։ 1621-ին քաղաքականները բախտավորությունը կունենան աշնանային առատ բերք հունցք ունենալու։ Ժողովրդի մեջ կփոխվի ընկերային մթնոլորտը։ Նոր կյանքի մեջ բարելավ եւ հուսադրիչ հերանեկարներ կտեսնվին։ Այդ առիթով Ադենի կառավարիչը Ուիլյամ Բրեդֆորդ գոչ կուղե ժողովրդին, որ ըստացված առատ բերքերուն համար կդարվի դոնախմբություն աղոթելու եւ փառք տալու համար Աստուծո։ Կառավարիչը կթելադրե նաեւ դոնախմբությանց սիրալիր գերբով մասնագից դարձնել ամերիկացին փնիկները, գարմրամորտները, արի քնահատություն անոնց կորցակցության։ Բատմապաններ այն գարձիկին են, որ առանց փնիկներու կորցակցության եւ օգնություններուն դժվար թե քաղաքականները գարենային կոյադեվել։ Այդ պայմաններու մեջ առաջին դոնախմբությունը ուրիշ բան չէր, եթե ոչ աշխատանքի, հունցքի, առատ բերքահավաքի շնորհակալական զգացումներով Աստուծո փառք տալու, աղոթելու առիթ, ինչ որ անգլիացիները Անգլիո մեջ ավանդաբար ունեին նման հին այլ ժողովուրդներու, ինչպես հույները, ռոմեացիները, եգիպտացիները, չինացիները, հնդիկները, հայերը, հրեաները եւ այլն։ Դոնին հանգրվանային զարգացումը։
Հիշյալ առաջին դարվան հավաքական փարապանանքեն կամ կոապանության օրեն յետք հաջորդող դարիներուն Ցերնարգը գրկնվեցավ։ Պատմական արցնակություններ եւ փաստեր չկան, սակայն հավանական է, որ դեղի ունեցան։ Այսուհանդերձ դպավորիչ առաջին հավաքը իր հոգեշունչ խորքով գմնա գենթանի մարդոց մտքերուն մեջ, գարմադավորվի եւ ժամանակի ընթացքին գտարնա ավանդ։ Վստահ որ կգրտնվի ամեն տարի, շուրջ 150 տարիներու ընթացքին անգթր սևորվի իբրև ոչ պաշտոնական, այլ ժողովրդական ինքնապուխ Ցերնարգ։ Կոապանության օրվան խիստ ժողովրդական եւ սրդամոտ դարեգան դոնախմբությունը ուշադրության նյութ եղած է Ամերիկայի պատմության մեջ, գրեթե բոլոր ժամանակներուն, ղարավարիչներուն եւ նախագահներուն մոտ։ Առաջին ընդհանուր հաղորդակցությունը 1621 թվականին յետք, որ առաջին կոապանություն դեղի ունեցավ, գդարված է 1676-ին, այսինքն 55 տարիներ յետք, Մասաչուսեթսի Չարլսթաուն քաղաքին մեջ։ 1770-ական թվականներու երկրորդ կեսուն ամերիկյան հեղափոխության տարիներուն Ամերիկայի քաղաքներու մայրցամաքային կոնգրեսը Continental Congress-ը գազմված 1774-ին գարաչատրե, որ կոապանության օրը նկատվի ազգային դոն։ 1789-ին նախագահ Ջորջ Վաշինգտոն գազմված նոր սահմանադրության ուրախ առիթով Ամերիկայի սահմանադրությունը գազմվեցավ սիրելներ 1788 թվականին, հետևաբար դարիմը յետք Ջորջ Վաշինգտոնը կոապանության օրվա մասին կհրաբարագե առաջին նախագահական հաղորդակցությունը։ 1817-ին Նյու Յորքի նահանգը կոապանության օրը գտասավորե իր դարեգան դոներու շարքին։ 19-րդ դարու առաջին կեսերուն բազմաթիվ նահանգներ գործեքրեն եւ գդոնախմբեն կոապանության օրը։ 1863-ին նախագահ Աբրահամ Լինքոն կոապանության օրը կմասնավորե իբրև ազգային դոների ամեն նոյեմբերի 4-րդ 5 շաբթին։ Հաջորդող նախագահները հստակ հաղորդակցություններով կգրտնեն նույնը։ 1939-ին նախագահ Ֆրանկլին Ռուզվելտ նախագահական հաղորդակցությամբ կոապանության օրը կդեղափոխե նոյեմբերի 3-րդ 5 շաբթի օրվան փոխանակ 4-րդ 5 շաբթիին։ Սակայն 1941-ին Միացյալ Նահանգներու օրենսդիր ժողովը կոնգրեսը եւ նույն նախագահը Ֆրանկլին Ռուզվելտը կոապանության օրը վերջնականապես գճշտորոշեն գադարել նոյեմբերի 4-րդ 5 շաբթի օրը եւ անոր գուտան օրենքի ուժ, ինչ որ կնշանակե կորզատրելի բոլոր նահանգներուն կողմէ։ Կոապանության օրը եւ ավանդություններ։ Ագներևը որ Ամերիկայի Միացյալ Նահանգներու կոապանության օրվան դոնը ժամանակի ընթացքին թե ըստ ծևի, թե ըստ էության փոփոխություններ գրած է։ Ան դոնված է նաև դարբեր ամիսներու եւ դարբեր թվականներու ընթացքին սեպտեմբեր, հոկտեմբեր կամ նոյեմբերին։ Առաջին դարվան 1621 թվի աշնան դոնախմբությունը մասնավորված կլա բավարարելու ժողովրդի երախտագիտական եւ գրոնական ըսկացումները առաստված։ Աղոթքը ու դելիքը գտևեն 3 օր, ինչ որ ավանդաբար հիմքը կնկատվի, որ ներկայիս եւս դոնը երկարի 3 օրերու վրա, 5 շաբթի, ուրբաթ, շաբաթ։ Թե այդ 3 օրերուն ինչ տեսակ գերագուրներ բերվեցան սեղաններուն, անհայտ է։ Հիշադակություն կա, որ այր մարդիկ, որ սորտական ու ցգնորսական ջիքերով Ատլանտյան օվկիանոսի ափերեն Արադ մսեղեն ապահովեցին։ Ցուգ, ցգներեն, վայրիփաթ, սակ եւ մերձակա անդարներեն թրջուններ ու որսացու գենտանիներ։ Հավանաբար սեղաններուն բերված է նաեւ հնդկահավ։ Գիները թաշտային բարիկներեն, գատնեղեններով, եգիպտացորենով, ամերիկյան թթումով, սկվաշով գլրացնեն ջաշացուցակը։ Անուշեղեն չէ եղած, այսինքն փայ, քեյք չէ եղած, շաքարի եւ փուրերու չկոյության կամ սակավության պատճառով։
Դոնախմբությունը ավելի շատ եղած է համայնքային փնիկներուն հատկանշական մասնակցությամբ։ Կոապանության օրվան ներգայի ժողովրդային բնույթը հետսեդե կգազմավորվի 19-րդ դարու ընթացքին։ Մինչ այդ գդոնվի ընդհանրապես կրոնական բնույթով փերքահավաքեն ամիջաբեսի հետ եւ սեպտեմբերի, հոկտեմբերի կամ նոյեմբերի որևէ մեկ թվականին։ Այս նույն շրջանին է, որ մեծ ժողովրդականություն կստանա հնդկահավը իբրև դոնախմբության գլխավոր ջաշ։ Այսօր սիրելներ յուրաքանչյուր ամերիկացի դան մեջ հնդկահավ գեպվի որպես գլխավոր ջաշ։ Այնքան որ նախագահ Բենջամին Ֆրանկլին արիտովը գարդահայտե այն խաղապարը, որ ամերիկյան զինանշանին իբրև խորհրդանիշ ընդունվի հնդկահավը փոխանակ անզարդ ու ջաղատ արձիվին։ Նախագահը այն համոզում ունեցած է նաև, որ հնդկահավը հյուսիսային Ամերիկայի հողերու հարազատ ծնունդն է եւ արտադրությունը։ Այսուհանդերձ կոապանության օրվան ու ջաշին մեջ հնդկահավի մասնակցությունը ունի բազմաավանդական այլ հիմունքներ եւս։ Օրինակ, երկրորդ կառավարիչ Ուիլյամ Բրեդֆորդի ժամանակաշրջանին Էդվարդ Ուինսլո անունով քաղաքագամը անկլիա հղած իր մեկ նամակին մեջ գնկարակրե, թե ինչպես կառավարիչը կոապանության օրվան առիթով 4 որսորդներ կղրկե թրջնորսորդության եւ անոնք կվերադառնան հնդկահավերով, փաթերով եւ սաքերով։ Կոապանության օրվան ջաշացուցակին մասին հայտնենք, որ ներկայիս ավարտություն դարձած է նաև սեղան բերել եփված եւ քաշված կամ ջզմված կետնախնձոր mashed potatoes, cranberry-ին սիրելներ գամրավուն մանր հատիկներով եւ թթուի մոտ բդուղ մնե, շատ համեղ բդուղ մնե, ուրեմն cranberry կամ անոր թացանը, անոր սոսը։ Ավանդություն է դարձյալ իբրև քաղցրեղեն կոապանության օրվան ջաշացուցակի մեջ ունենալ թթումի անուշը, pumpkin pie-ը։ Հետևաբար սիրելներ, բոլոր ամերիկացիներուն դուներու մեջ, ինչպես նաև անշուշտ ամերիկահայերու դուներու մեջ, այս օրը հնդկահավ գուտվի գլխավոր որպես ջաշ, cranberry սոսը կբերվի սիրելներ, նաև mashed potato-ն, ջզմված կետնախնձորը եւ նաև pumpkin pie-ը։ Ավանդություն է այս ջաշերը անպայմանորեն հյուրասիրել։ Հաստատված իրողություն է, որ այս տոնին առիթով դեղի կունենա ամենամեծ թիվով ճամփորդություն Միացյալ Նահանգներու մեջ։ Հերավոր նահանգները եւ քաղաքները, նույնիսկ արտասահմանեն բազմահազար քաղաքացիներ դուն կան իրենց հարազատներուն, ազգականներուն, բարեկամներուն եւ մտերիմներուն հետ բաժնելու համար կոապանության օրվան խորհուրդը խդացնող սրտակցության, մարդկայնության, գարոդի եւ ընտանեկան աղբոր զգացումները։ Միացյալ Նահանգներու նախագահը կոապանության օրվան առիթով ջար գխոսի եւ ինքնուրույն կմեկնաբանի կոապանության դոնին եւ խորհրդին բարունակ բարոյական հարուստ արժեքները։ Նախագահը եւ ամենաբարձր պաշտոնատարներ երբեմն կճամփորդեն երկիրներ, համեստ ու եղբայրական օրեր անցնելու եւ միասնապար ջաշելու այն բոլոր քաղաքացիներուն հետ, մասնավորապես բանակայիններու, որոնք հարգատրապար եւ ի պաշտոնե կմնան երկրեն հերու։ Դարձյալ երկրի ամբողջ տարածքին գրոնական թեմքեր եւ առաջնորդներ օրին կարևորությամբ կանտրատարնան կոապանության օրվան իմաստին, անշուշտ շեշտը տնելով ընկերության մոտ երախտագիտության կարևորության, աստվածավախության եւ անոր գրոնական ու բարոյական արժեքներուն վրա։ Մշակութային կետնի վրա կգազմագերբվին ցերնակներ, կդրվին տասախոսություններ, միշտ լուսարցակի դակ առնելու դոնին կոապանության օրվան ընկերային եւ բարոյական թելատրանքները։ Ժողովրդային կետնի վրա հայտնենք, որ նաև ուսանողության համար կոապանության օրը սպասված եւ սիրելի դոն է։ Աշակերտներ ինքնապուխ կերպով հավաքական ջաշ կգազմագերբեն, անշուշտ հնդկահավը իբրև գլխավոր ջաշը, եւ իբրև մեծ ընտանիքի հարյուրավոր ընկերներ եւ ընկերուհիներ գաղոթեն, միասին կջաշեն, իրարու կսպասարկեն եւ կհաղորդվին համապատասխան եղբայրական զգացումներով։ Կոապանության օրվան առնչությամբ կարելի է դակավին անդրադառնալ եւ թվել շատ այլ երևույթներ, որոնք հետսեդե ավանդությանց բնույթ կստանան։ Հուսք հաստատենք, որ կոապանության օրվան համաժողովրդային եւ գեղեցիկ այս տոնը ոչ միայն Միացյալ Նահանգներու մեջ, այլև աշխարհի բոլոր ժողովուրդներուն համար գրնա նկատվի նախանցելի իր ընկերային եւ դաստիարակչական իմաստով
գրոնը ազգային եւ փարոյական խորքով եւ թելադրականությամբ։ Սիրելի քույրեր եղբայրներ, եկեք քոապանության այս օրը փառք եւ գոհություն հայտնենք Աստծո, ասենք փառք ես Աստված, փառք ես հաղաքս ամենայնի դեր փառք ես։ Ամեն ինչի համար փառք ես դեր։ Փառք ես դեր մեր ընտանիքներուն համար, մեր զավակներուն ու թորներուն համար, մեր գողագիցին գամամոստին համար, մեր եղբայրներուն ու քույրերուն համար, մեր ծնողներուն համար։ Փառք ես դեր մեր աբրած յանքին համար, փառք ես մեր հայրենիքին համար, մեր ազգին համար, փառք ամեն ինչին համար։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, փոխանակ մեր շրթները մշտական թշկողություններով փանալու, եկեք քոապանությամբ փանանք։ Մեր օրը սկսենք քոապանությամբ եւ օրը ավարտենք քոապանությամբ։ Եվ քոապանության ժամանակ երբեք սիրելներ մեր միտքեն չհեռացնենք անոնք որոնք դուներեն հերու են, անոնք լան անդունիներ, անոնք լան փանդարգված զավակներ, Աստված ազատություն դա այդ բոլոր փանդարգյաներուն, անոնք լան զինվորներ եւ գիշադագեմ հատկապես մեր հայ զինվորները, երդասատ այդ զավակները, որոնք այս ցուրդին փուքին սահմաններուն վրա գբահեն ու գբաշխանեն մեր հայրենիքը։ Աստվածալ անոնց բահաբան ու պաշտպանելա։ Եվ գավարդեմ սիրելիներ այսօրվան հոգևոր նախաճաշը ցեզի ընթերցելով Սամուել Փաֆի քրած մեկ աղոթքը ուղված Աստծո ինքնակիդակցության աղոթքը թարգմանած է նույնինքն այս հոդվածի հեղինակը Գարո Պետրոսյանը աղոթք քոապանության ով դեր երբ ուդելիք ունիմ օգնե որ մտապերեմ անոթին երբ աշխատանք կորձ ունիմ օգնե որ մտապերեմ անկորձներու մասին երբ դակուկ դում ունիմ օգնե որ մտապերեմ անդունին երբ առողջ կսկամ օգնե որ հիշեմ անոնք որոնք կդարաբին մտապերելով այդ բոլորը դեր օգնե ինձի որ մորնամ ինքնակոհությունս եւ շարժին իմ մեջս քուտն ու գարեկցությունը դեր ըրե այնպես որ թե խոսքով թե կորցկով մնամ իրապես հանցնարու անոնց նկատմամբ որոնք պետք ունին գարեկցության ինչ որ մենք ագամա գանքի դանանք սիրելի եղբայրներ եւ քույրեր Փարի դառնանք իրարու նկատմամբ իրարու հանդեպ փարի վերաբերմունք ունենանք չարությունը արմադախիլ ունենք մեր մեջ են իրարու հետ սիրով ու սրբությամբ խոսենք որբեսի մեր ազգի մեջ եղած այս բոլոր բարակդումները արհեստական բարակդումները վերանան մենք ալ սիրներ իրարու նկատմամբ փարյանանք եւ Աստծո հանդեպ երախտագիտությամբ ու հավատքով ապրենք ու այդ ժամանակ մեր բոլոր անհատական ու ազգային վերքերը պիտի փուժվին ապակինվին ըսպիանան վերքերը եւ մենք սիրելներ պիտի կարողանանք որպես մեկ ազգ զորացած Աստծո սուրբ ներկայությամբ ապրել Փարի եւ օրտնյալ քոապանության դոն ծեր բոլորին Աստված ցեզ արադաբես տողորտնե Փարի եւ օրտնյալ օր